Փաշինյանը շարունակում է եկեղեցու թիրախավորումը։ Առանց դադարի ֆեյսբուքյան հարթակը ողողում է մեկը մյուսից անիմաստ գրառումներով։ Մայրաթորը թեև պատասխանեց Փաշինյանին, սակայն շատերին արձագանքը հիասթափեցրել է։ Ծանոթ լինելով հոգևորականների այս օրերին հնչեցրած կոշտ դիրքորոշմանը, կոնկրետ գործողություն էին ակնկալում։ Այո, եկեղեցին մեղադրում է Փաշինյանին պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով, անհիմն մեղադրանքներով խոսելու, բարեկրթությունից զուրկ, մարդու հիմնարար իրավունքները, հավատացյալների կրոնական զգացումները ոտնահարելու մեջ։ Եկեղեցին հորդորում է հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական առ հայրենին։ Սպասումն այն էր, որ եկեղեցին նզով կարդա Նիկոլ Փաշինյանի հասցեին, նրան հեռացնելով հայ առաքելական Սուրբ եկեղեցուց, բայց Մայրաթորը կոչ է անում եկեղեցու զավակներին լինել միասնական։ Ստացվում է։ Ես էլ եմ եկեղեցու զավակ, Նիկոլն էլ, եկեղեցու պետության վրա հարձակվողների ոհմակն էլ։ Հանուն ինչի։ Թե ինչու է եկեղեցու հաղորդագրությունն այդքան մեղ, քան ակնկալվում է, չխորանամ այդտեղ։ Գուցե իրենք շատ ավելի լավ են, շատ ավելի են ծանրութեթև անում։ Ու այդ ռազմավարությունն են նպատակահարմար գտել։ Առավել հավանական է, որ չեն պատրաստվում իջնել այդ մակարդակի։ Այդ մեկը հասկանում եմ։